Խոսենք թե ինչպես կարող ենք գնալ դեպի խաղաղություն ու բարի դրացություն։ Կարելի ասել ամբողջ քաղաքական դաշտը սկսել է կիրառել մեր կոդերը։ Պլագիատ չենք դնի անունը։ Չէ, այսինքն մենք ըստ էության 100 տարվա մեջ երկու անգամ նույն աղետն ունեցանք։ Ուրեմն Փաշինյանը գնաց մի գաղափարի հետևից, որ ինքը կարող զոհաբերի Արցախը։ Իհարկե, ինչպես միշտ ինքը կատաստրոֆիկ սխալվեց։ Մենք մի հարթակից մյուս հարթակն ենք անընդհատ թռնում։ Ամեն այդ հարթակ փոխելուց մենք մի բան զիջում ենք։ Ինչ անենք, որ մեր տեղական արտադրանքը մրցունակ լինի թուրքականի նկատմամբ, հայ-թուրքական սահմանի բացումից հետո։ Այ ինչով ենք տարբերվում Փաշինյանից։ Մենք չենք հանձնելու մեր երկիրը օտար կառավարման կամ կլանման պլաններին։ Եթե քո դրոշը վառում են դա քո հաղթանակի իրականում նշանն է, ես կգերադասեի, որ թուրքերը վառեին կամ ադրբեջանցիք վառեին մեր դրոշը եւ ոչ թե լիդեր հակառակը։ Ռոբերտ Թաթոյանը առաջի ալիքում էր։ Ասում է 1.5 միլիոն մարդը, որը կոտորվել է, կարող է նաև ոչ միայն կոտորածի հետևանքը լինել, այլ սովի եւ համաճարակի։ Անկամ դա բան է, վիրավորական է։ Վիրավորական է մեր ժողովրդի համար, որ մեր ողբերգության փաստը պիտի լինի ինչ որ շահարկման առարկա։ Բարև ձեզ, սիրելի մասնակիցներ այս ոդքասթի եւ մեզ լսող լսարանին։ Բարև ձեզ։ Մենք այսօր որոշեցինք մի քանի օր է անցել Հայոց ցեղասպանության 111-ամյակից եւ մենք այսօր որոշեցինք քննարկել մեր կարծիքով այս ընտրարշավի միգուցե ամենակարևոր հարցը հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, որն է այդ գլխավոր հարցը խաղաղությունը։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ, որպես մի քաղաքական ուժ, որը եղել է միշտ խաղաղության կուսակցությունը, որը ժամանակին դեռ 90-ական թվականներին ձևակերպել է, որ այն բանալին մեր ազգային անվտանգության, որն է մեր հարաբերությունների կարգավորումը մեր անմիջական հարևանների հետ, Իրանի, Վրաստանի հետ շատ խնդիրներ չունենք, մեր խնդիրները ավելի շատ եւ հակամարտությունները կարելի ասել խնդրեմ չունենք Իրանի եւ Վրաստանի հետ չունենք մեր խնդիրները հակամարտությունները, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը, կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Հետևաբար, երբ որ մենք հիմա մտնում ենք մի դարաշրջան, երբ աշխարհի այդ համաշխարհային աշխարհակարգը փլուզման վիճակում է գտնվում, բավականին փոթորկալից իրադարձություններ են տեղի ունենում, պատերազմը ուղղակի մեր սահմանների մոտ է, ես նկատի ունեմ Ամերիկայի ու Իսրայելի պատերազմը Իրանի դեմ, շատ անկայուն վիճակ է, աշխարհաքաղաքական լուրջ լարվածություն եւ հակամարտություն այս ռեգիոնում եւ մենք պետք է հասկանանք, թե եւ մեր ընտրողներին բացատրենք, թե խաղաղության կուսակցությունը, որը մենք ենք, ինչպես է կարգավորելու հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Հիմա, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին շատ ենք խոսել, Արցախի խնդիրը, սահմանազատման խնդիրը, ապաշրջապատման խնդիրը եւ այլն, մեր գերիների խնդիրը, հայկական հայատյաց համակարգային քարոզչության խնդիրը Ադրբեջանի կողմից, այս խնդիրների մասին շատ ենք խոսել։ Հիմա միգուցե անդրադառնանք ավելի կենտրոնացված Թուրքիայի հետ կապված խնդիրներին։ Այստեղ մենք ինչ ունենք, այստեղ մենք ունենք մի քանի խնդիր, որոնք բարդացնում են մեր հարաբերությունները եւ առայժմ այդ հարաբերությունները հակամարտության հարաբերություններ են եւ ոչ թե խաղաղության եւ բարի դրացիության հարաբերություններ։ Խոսենք թե ինչպես կարող ենք գնալ դեպի խաղաղություն ու բարի դրացիություն։ Բայց դրա համար պետք է շատ հստակ դիագնոզ դնենք մեր հարաբերություններին, ինչն է խնդիրը։ Ես կարծում եմ, որ ամենաառաջին խնդիրը դա այն է, որը կապված է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծման հետ, որովհետև Թուրքիան այս հարցում լրիվ համերաշխ լինելով եւ ընդհանրապես բոլոր հարցերում լրիվ համերաշխ լինելով Ադրբեջանի հետ, ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որ
Զանգեզուրի միջանցքը բացվի։ Այդ ճնշումը ներառում է անգամ այն, որ մինչև հիմա հայ-թուրքական սահմանը բացված չի։ Մենք ունենք ըստ էության պատերազմական վիճակ Թուրքիայի հետ։ Ինչ եմ ես դա այդպես բնորոշում, որովհետև շրջափակումը, ինչպես բոլորս գիտենք, դա պատերազմական միջոց է համարվում միջազգային իրավունքի տեսակետից, բլոկադան։ Պատժամիջոց, հա։ Դա պատժամիջոց չի, դա հենց թշնամական պատերազմական ակտ է համարվում միջազգային իրավունքի կողմից, երբ որ դու բլոկադա ես կիրառում։ Ոնց որ ասենք Միացյալ Նահանգները այսօր բլոկադա են կիրառում Իրանի դեմ եւ բազմաթիվ այլ օրինակներ կան, այսինքն այդ բլոկադայի ճնշումը մեր վրա շարունակվում է եւ մենք պետք է հասկանանք, թե ոնց ենք այս ամեն ինչը անելու։ Հիմա փաստորեն գոյություն ունի այսպես կոչված թրիփի կարգավորումը, որը միջև հիմա մնացել է ընդամենը հուշագիր մտադրությունների մասին եւ իրականում ինքը դեռ չի դարձել ինչ որ իրավաբանական պարտավորություն եւ կարծես այս իրանական պատերազմի հետևանքները այն են եղել, որ այս ամեն ինչը հիմա հետաձգվելու է եւ ընդհանրապես թրիփի կարգավորումը դառնում է շատ ավելի քիչ հավանական մեր ռեգիոնում, բայց այնուամենայնիվ մենք տեսականորեն պետք է քննարկենք դա, ասենք թրիփը կայանում է, ասենք թրիփը սկսում է գործել, արդյոք դա բերում է մեր հարաբերությունների լիակատար կարգավորմանը եւ արդյոք այլ հարցեր չեն շարունակում թունավորել մեր հարաբերությունները։ Ես կարծում եմ երկու կարևոր հարց կա։ Մեկը այն է, որ այն ինչ որ ուզում են անեն Թուրքիան ու Ադրբեջանը թրիփի հիման վրա կարգավորելով այս հարաբերությունները, դա այն է, որ Հայաստանին դնեն բացարձակապես կախված եւ անինքնիշխան վիճակի մեջ։ Այսինքն մենք, եթե մեր ճանապարհները բացվեն միայն այս թրիփի կոնտեքստում, մենք կդառնանք բացարձակապես Ադրբեջանից եւ Թուրքիայից կախված երկիր, որտեղ մեր բոլոր ստրատեգիական կոմունիկացիաները անցնելու են Ադրբեջանով ու Թուրքիայով, Ադրբեջանը ընդ որում ունենալու է անխոչնդոտ ընթացք Հայաստանի տարածքով, նմանատիպ փոխադարձ իրավունքներ մենք չենք ունենալու ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի նկատմամբ։ Սա մեզ դնում է կախվածության վիճակի մեջ։ Եվ այստեղ է, որ հարցը ծագում է, թե արդյոք սա ճիշտ կարգավորում է եւ արդյոք պետք չի հարստացնել այն Իրանի հետ երկաթուղի կառուցելու այն նախագծով, որ մենք դարձրել ենք մեր ընտրական արշավի գլխավոր մեխերից մեկը։ Ուրեմն այս կոնտեքստը մի հատ քննարկենք եւ երկրորդը դա ցեղասպանության հարցի արծարծումն է մեր այս բոլոր հարաբերություններում, մասնավորապես ինչպես մենք պետք է լուծենք այդ հարցը, որպեսզի մեզ համարել ընդունելի, Թուրքիայի համարել ընդունելի, իսկ հիմա նաև պարզվում է Ադրբեջանի համարել պետք է դա ընդունելի լինի, որովհետև ըստ էության կարծես Թուրքիայի շահերի պաշտպանությունը այդ հարցում իր վրա է վերցրել Ադրբեջանը, հետևաբար ինչպիսին պետք է լինեն լուծումները։ Ես ուղղակի կասեի, եկեք սկզբից մի հատ խոսենք բանի մասին, այս ճանապարհային հաղորդակցման, այս խնդիրների կարգավորման մասին, հետո կանցնենք նաև ցեղասպանության թեմային։ Ինչ ունենք ասելու այս Զանգեզուրյան միջանցքի կամ տրիպի մասին։ Ես փորձեմ երկու խոսք ասել, ուզում եմ նորից հողում անել քո բացման խոսքի մեջ, դեռ 90-ականներից հայոց ազգային շարժման, հետագայում նաև կոնգրեսի որդեգրած սկզբունքին, որ մեր անվտանգության ամենակայուն, ամենավստահելի երաշխիքները դա մեր բոլոր հարևանների հետ հարաբերությունների լավացումն է, բարեդրացիական հարաբերությունների հաստատումն է եւ այս առումով շատ կարեւոր են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ցավոք սրտի մեր քաղաքական դասը, նկատի ունեմ քաղաքական կուսակցությունները, գործիչները դա շատ ուշ հասկացան այն պահին, երբ արդեն աղետը եկավ, բոլորը տեսան եւ հիմա կարելի ասել ամբողջ քաղաքական դաշտը սկսել է կիրառել մեր կոդերը,
ինչ որ նախկինում մենք էինք ասում, իհարկե հղում չանելով մեզ, բայց դա էական չի, կարևորը եթե դա նրանք անկեղծ հասկացել են եւ փորձում են կյանքի կոչել, դա շատ լավ է։ Պլագիատ չենք դնի անունը։ Չէ, քաղաքական գործունեության մեջ մենք չենք ընդունում բանի հեղինակային իրավունքի ինստիտուտը Անտակարակը շատ ուրախ ենք, որ մեր գաղափարները տարածում են ստանում։ Ուղղակի միակ մտահոգությունը հիմա այն է, որ դա անկեղծ հավատամք լինի, այլ ոչ թե ինչ որ турք պահին կամ իրավիճակին, որովհետև եթե մենք կարող ենք այս տարածաշրջանում հաստատվել եւ գոյատևել, ապա միայն այդ քաղաքական կուրսի շնորհիվ ցանկացած այլ վերիվարումներ մեզ միայն վնաս են բերել։ Դա շատ հեշտ ապացուցելի է, ասենք, եթե ուղղակի վերցնենք վերջին, ասենք 18 թվականից սկսած անկախ Հայաստանի Հանրապետության առաջին անկախ Հանրապետության հիմնավորմամբ եւ մինչեւ մեր օրերը, ապա մենք կտեսնենք այն ամբողջ շրջանում, երբ որ մենք առաջնորդվել ենք ուրիշին ապավինելու, չգիտեմ, ինչ որ մեկի կողմը բռնելու եւ այլն, այդ գաղափարներով մենք դուրել ենք։ Այս ամբողջ ընթացքում եղել է ընդամենը 8 տարի ժամանակաշրջան, կարելի ասել 1088-ից սկսած, որ հայ քաղաքական միտքը նոր բան է ծնել, նոր գաղափար է առաջադրել, նոր ճանապարհ է ընտրել եւ այդ 10 տարին եղել են ուղղակի հրաշք։ Մենք ունեցել ենք այնպիսի ձեռքբերումներ, որ հարյուրամյակներով չենք ունեցել։ Այս պարզ համադրումը եւ նորից 98-ից հետո այդ իրատեսական ռացիոնալ քաղաքական գծից շեղումը մեզ բերեց նորից աղետի։ Այսինքն մենք ըստ էության 100 տարվա մեջ երկու անգամ նույն աղետն ունեցանք։ Մեր ժողովուրդը պիտի սրանից հետևություն անի եւ իր քաղաքական ընտրությունը կատարի հոգուտ այն ուժերի, որոնք որ իրապես դավանում են ռացիոնալ իրատեսական քաղաքականության։ Ես ինչու եմ ասում իրապես դավանում են, որովհետև հիմա շատ անգամ լսում ես անգամ իշխանավորներից, որ իբր նրանք որդեգրել են այս սկզբունքները եւ փորձում են կյանքի կոչել, բայց իրականում դա խաբկանք է, որովհետև իրենք մի ծայրահեղությունից անցել են մյուս ծայրահեղությանը։ Մեր ասացի հիմնական իմաստը այն է, որ պետք է բալանսը պահպանել աշխարհքաղաքական կենտրոնների, հարևանների հետ հարաբերություններում։ Եթե դու մի ծայրահեղությունից անցնում ես մյուս ծայրահեղություն, իրականում վտանգները չես վկայում, հակառակը նույն վտանգները միգուցե հակառակ ուղղությամբ, բայց պահպանվում են։ Դրա համար ես կարծում եմ, որ մեր գործը շատ կարևոր հիմա, որպեսզի մենք մարդկանց փորձենք հասցնել այս պարզ ճշմարտությունը, որ ոնց որ ասած մաթեմատիկական ճոճանակի են երկու կետերը, որ նույնպես հավասարակշռության վիճակ կարող են դիտվել, դրանք անկայուն վիճակներ են։ Կայուն վիճակն է մեջտեղում գտնվելը։ Մենք պիտի հասկանանք, որ մենք պիտի հավասարահեռ հեռավորություններ պահենք մեր բոլոր պարտներների եւ հարևանների հետ հավասար հարաբերություններ հաստատենք։ Այս առումով մեր առաջարկը տրիպի ուղին լրացնելով BRICS պայմանական կոչած BRICS Հայաստան, Իրան երկաթուղային կապով հենց այս հարցն է լուծում։ Բայց ես կուզեի մի հատ մենք մի քիչ ավելի կոնկրետացնենք այս խոսակցությունը, որտեղ խոսացինք սկզբունքների մասին, որը իսկապես կարևոր է, բայց դրված է մի հարց։ Ամբողջ թուրքական աշխարհը, ասած մի քիչ չափազանցված ասեմ, կոպիտ ասեմ, ցանկանում է Հայաստանի վրայով ունենա այդ ճանապարհը։ Ադրբեջանին դա պետք է, Թուրքիային դա պետք է, Միջին Ասիային պետք է, այդ պրոյեկտի հետևում կանգնած է Ամերիկան, կանգնած է Իսրայելը։ Հիմա այդ ճանապարհը մեզանից ուզում են։ Եթե հիշում եք, այդ ճանապարհի խնդիրը դրված է եղել Հայաստանի անկախացման տարիներից ի վեր։ Այսինքն այդ գաղտնազերծված այս խոսակցությունները, Բուշ, Օզալ եւ այլն, բայց առաջին этаպում Հայաստանին հաջողվում էր այդ խոսակցությունները բանանել, ջրել եւ ընդհանրապես ստեղծված էր մի իրավիճակ, որում Հայաստանը բացարձակապես նման, ասենք,
զիջումների չպետք է գնար։ Ներողություն, մի հատ այդտեղ բան հիշեցի, ուղղակի ճիշտ տեղին է։ Ես հիշում եմ, որ դեռ 93 թվականին Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ մեղրիով հաղորդակցությունը բաց է դες համար, կարող եք օգտվել։ Մենք չենք հոչենում։ Հա, չէ, Մենք դա չենք բայց իրանք ուզում էին մի հաղորդակցություն, որը ասենց ասեմ, Բնական է։ Հայաստանի թերի ինքնիշխանությամբ կամ ընդհանրապես առանց Հայաստանի կամ վերահսկողության կլինի։ Այս է խնդիրը դրված է։ Հարցը նորից բացվեց ու մտավ քաղաքական օրակարգ մեր ջախջախիչ պարտությունից հետո 20 թվականի պատերազմում 44 օրյա պատերազմում, որի հետևանքով Ադրբեջանը փաստորեն նորացրեց այդ խոսակցությունը, ըստ էության անգամ ներկայացնելով, որ այդ ճանապարհը մենք դիտանք, որովհետև այնքան վնաս ենք տվել արդեն պատմականորեն Ադրբեջանին, որ դա ռետրիբուցիայի նման մի բան է, այսինքն ինչ որ մի ոնց որ տուրք է, որ մենք անպայման դիտանք։ Այն ժամանակ գիտեք եղավ այդ երրակողմ բանը, հայտարարությունը նոյեմբերի 9-ի, որը գոնե այսօրվա կարգավորման նկատմամբ ուներ մի առավելություն, որ դա փոխադարձ կոմունիկացիաների տրամադրում էր, այսինքն Ադրբեջանը տրամադրում էր իր տարածքով, ասենք Լաչինի վրայով մեր հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ, իսկ մենք պետք է փոխադարձ տրամադրեինք այդ կոմունիկացիան Մեղրիի տարածքով։ Ուրեմն Փաշինյանը գնաց մի գաղափարի հետևից, որ ինքը կարող է զոհաբերի Արցախը եւ ջրի այդ սիմետրիկ, այսպես ասած, համաձայնությունը, այսինքն ինքն էլ չտա այդ ուղին ոչ ինքնիշխան, այսպես ասած, տարբերակով այդ ուղին չտա Ադրբեջանին։ Իհարկե, ինչպես միշտ ինքը կատաստրոֆիկ սխալվեց, արդյունքը եղավ այն, որ Արցախը զոհաբերվեց, բայց խնդիրը չվերացավ, այսինքն միևնույն է Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակեցին պահանջել, ճնշել, պահանջել։ Ինչու է դա պայմանավորված, որ Արցախի հարցի մեր թույլությամբ մենք պարտվել ենք պատերազմում եւ բանը Ադրբեջանը ուժի դիրքերից շարունակում է ճնշումներ գործադրել։ Ես այստեղ կասեի նաեւ սխալ դիվանագիտությամբ, որովհետեւ մենք մի հարթակից մյուս հարթակն ենք անընդհատ դռնում։ Ամեն այդ հարթակ փոխելուց բանակցային մենք մի բան զիջում ենք։ Ասենք ռուսական հարթակից անցանք եվրոպականի զիջելով Արցախը, բայց ենթադրյալ բան ունենք, խոստում ունենք, որ Միջանցքի հարց չի լինի։ Հետո ստացվեց, որ այստեղ գործը առաջ չի գնում, ստիպված գնացինք ամերիկյան հարթակում էլ զիջեցինք Միջանցքը։ Այսինքն սա նաև անհետևողական, չկշռադատված, չմտածված արտաքին քաղաքականության հետևանք է։ Նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, ըստ էության բալանսը խախտելու, հենց այդ հակամարտության գնալու։ Հիմա ինչ ունենք։ Հիմա մենք ունենք մի հատ իրավիճակ, երբ որ մեզ պարտադրվում է միակողմանի այդ զիջումը ինքնիշխանության եւ Հայաստանը դրան պատասխան չունի։ Մեր այսօրվա իշխանությունը դրան պատասխան չունեն։ Մինչդեռ եթե իրանք այդքան կախված չլինեին արևմուտքից իրանց իշխանությունը պահպանելու համար, իրենք կգտնեին ճիշտ լուծումներ, բայց քանի որ իրենց հետաքրքրում է իշխանության պահպանման հարցը, օգտագործելով շահագրգռված արևմտյան շրջանակները, մենք փաստորեն ստանում ենք մի իրավիճակ, երբ որ ինքնիշխանության լուծումը, ինքնիշխանության պահպանման լուծումը չի գտնվում։ Այդ լուծումը շատ պարզ է։ Այն ինչ որ մենք ասում ենք, քանի որ մենք ոչ մեկից կախվածություն չունենք, մենք կարող ենք դա Հայաստանի շահերին համապատասխանող ծրագրով առաջ գնալ, դա այն է, որ Սյունիքը պետք է դառնա հանգույց, որում երկաթուղային հանգույց, որը պետք է սպասարկի աշխարհաքաղաքական առումով երկու կարևոր ուղղություն՝ հյուսիս-հարավ եւ արևմուտք-արևելք։ Այդ դեպքում մենք պահպանում ենք մեր ինքնիշխանությունը եւ ստանում ենք անհրաժեշտ լուծումները։ Ես առաջարկում եմ այս բանին խոսենք նաեւ մեկ այլ, այս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կոնտեքստում մի շատ կարևոր կոմպոնենտի մասին, որը առևտրատնտեսական հարաբերություններն է եւ հայ-թուրքական սահմանի բացումից հետո, Թուրքիայի կողմից բացումից հետո, որովհետեւ
իհարկե մենք չենք փակել, թուրքերն են փակել, այդ սահմանի բացումից հետո ինչպես ենք կարգավորելու մեր տնտեսությունը, ինչպես ենք պատրաստվելու այդ սահմանի բացմանը եւ այդ առևտրային քաղաքականության շեշտակի փոփոխության արդյունքում ինչ ենք անելու, որ մեր տնտեսությունը չկլանվի թուրքական տնտեսության կողմից։ Մենք ունենք լրջագույն խնդիր, որովհետեւ հայտնի է, որ free trade կոչված, այսինքն ազատ առևտրային քաղաքականություն կոչվածը շատ կարևոր է եւ նպաստավոր է երկրի տնտեսական զարգացման համար, բայց այն պարագայում, երբ քո տնտեսությունը խոշոր է, հզոր է, արդեն որոշակիորեն գոնե կայացած է եւ կարող ես մրցունակությունը պահպանել ուժերների հետ, բայց մեր պարագան կարծում եմ մի փոքր այլ է եւ եկեք հիշենք կուսակցության հին հայ ազգային կոնգրեսի մինչ այդ հայոց համազգային շարժման հին 1989 թվականից եկած դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ, որ առանց սահմանների բացման հնարավոր չէ ամբողջապես օգտագործել մեր երկրի տնտեսական ներուժը։ Այսինքն մենք համարում ենք, որ առանց հայ-թուրքական սահմանների եւ հայ-ադրբեջանական սահմանի բացման մեր տնտեսությունը ամբողջ ծավալով չի կարող աճել։ Մենք հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանը երբ գալիս էր իշխանության, կարելի ասել, այսպիսի մի մտայնությամբ էր գալիս, որ չէ, որ մենք փակ սահմանով կարող ենք զարգանալ։ Այսպիսի մտայնությամբ էր գալիս։ Նու զարգացան, կարծում եմ, օբյեկտիվորեն 90-ականների ազատական ռեֆորմներից հետո ունեցանք լուրջ տնտեսական բում 2000-ականներին, բայց կարծում կհամաձայնվեք, ըստ վիճակագրության, եթե համեմատենք հակառակորդ երկրի հետ, Ադրբեջանի հետ մեր տնտեսական աճերը, Ադրբեջանինը մի փոքր ավելի շատ էր եւ այդ իսկ պատճառով կարծում եմ ռազմական բալանսը հենց այդ պատճառով շեշտակիորեն խախտվեց։ Այսինքն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դուք համաձայն եք, որ կարելի է դիտարկել ոչ միայն մեր երկրի սոցիալ-տնտեսական աճի առումով կարևոր, այլ նաեւ որպես ազգային անվտանգության կոմպոնենտ, ոչ միայն բնականon հարաբերություններ հաստատելու տեսանկյունից, այլ նաեւ մեր ֆինանսատնտեսական հնարավորությունները մեծացնելու եւ ռազմական բյուջեն ավելացնելու տեսանկյունից համաձայն եք այս պնդման հետ։ Ես եթե ճիշտ հասկացա հարցադրումը, մենք խոսում ենք դրա մասին, որ եթե այդ ճանապարհները բացվեն, ասենք քաղաքական, այտենց անվտանգության հետ կապված խնդիրները լուծվել են, հիմա առաջանում է մի կարևոր խնդիր, որ Թուրքիայի տնտեսական էքսպանսիան եւ Ադրբեջանի տնտեսական էքսպանսիան, ինչպես նաեւ ծրագրերը, որ կարող են ինչ-որ պահանջներ մեր վրա բանանել, իրագործել, ասել, որ 300,000 ադրբեջանցի պիտի գան, տներ առնեն, չինեն բիզնեսներով, ներդրումներով եւ այլն, եթե իրանք նպատակ են դնում փոխել ժողովրդագրական վիճակը Հայաստանում, դա կարող է դառնալ լուրջ պրոբլեմ, տնտեսական էքսպանսիայի ու կլանման խնդիր։ Այս հարցի վերաբերյալ, իդեպ, մենք ունենք շատ կարևոր դիրքորոշում եւ կետ մեր ծրագրի մեջ։ Մենք առաջարկում ենք շրջանառության մեջ մտցնել եւ հաստատել բարեկամական երկրների մասին օրենսդրությունը, որը կներեք հայտնի է ավելի most favored nation status, ուղղակի մենք թարգմանում ենք։ Most favored nations կարգավորումը Միացյալ Նահանգների կարգավորումն է, ինքը ավելի շատ վերաբերվում է առևտրատնտեսական հարաբերությունների եւ արտոնությունների կառավարմանը։ Մեր դեպքում, քանի որ մենք արդեն նկարագրեցինք ինչ սպառնալիքների առաջ կարող են կանգնեցնել, դա պետք է կապված լինի ներդրումների եւ իմիգրացիոն քաղաքականության հետ, ներգաղթի, հա, Ներգաղթի, քաղաքականության հետ, որովհետեւ կներեք, եթե X երկիրը մեր նկատմամբ ունի թշնամական կամ եթե ոչ թշնամական, ապա տենց հակառակորդի ծրագրեր, որ այսինքն որը իր առաջ դնում է նպատակ, ասենք մեր ինքնությունը, մեր պետականությունը խարխլելու, թուլացնելու նպատակ, այդ երկրի համար մենք չենք կարող բացել դռները ներդրումների, չգիտեմ, էմիգրանտների, այսինքն իրենց որ իրանք կարողանան ազատորեն գան բնակվեն մեր երկրում, մենք նման բան կարող ենք անել ֆրանսիացիների համար, կարող ենք անել, չգիտեմ, ռուսների համար, եվրոպական երկրների համար, վրացիների համար, բայց մենք պետք է վստահ լինենք, որ այդ ներդրումները եւ ներհոսքը ուղղված չի նրան, որ կլանեն մեր երկիրը։
Հետևաբար, ինչ ենք մենք առաջարկում։ Մենք ասում ենք, որ օրենք ընդունենք բարեկամական երկրների մասին, որ գլխավոր կարգավորումը հետևյալը կլինի, որ ստեղծվում է հատուկ պետական մարմին կամ հենց արտգործնախարարությունը կարող է դրանով զբաղվի կամ միջգերատեսչական մարմին լինի, նաև մեր անվտանգության ծառայությունների հետ համագործակցող, որի գլխավոր առաքելությունը պետք է լինի որոշել արդյոք X երկիրը, որի մասին մենք խոսում ենք, այլևս մեր կարծիքով վստահելի է այն առումով, որ ինքը չունի Հայաստանի պետականության դեմ ուղղված որևէ երկարաժամկետ ծրագիր։ Ու այդ երկրների համար, այո, մենք կարող ենք ստեղծել այն երկրների համար, որոնց վերաբերյալ մեր պետությունը որոշում է ընդունում, որ իրանք բարեկամական են, այդ երկրների համար բացվում են եւ ներդրումային դռները եւ նաեւ շատ ազատ իմիգրացիոն քաղաքականություն է սահմանվում։ Կարծում եմ սա շատ կարևոր է, ի վերջո պետք է հասկանանք, մենք համարում ենք, որ պետք է կարգավորել, գնալ դեպի հաշտություն, դեպի խաղաղություն եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բայց մենք պետք է վստահ լինենք, մենք պետք է անցնենք ինչ-որ ճանապարհ, վստահության կառուցման ճանապարհ, ստեղծենք այնպիսի ապագայում հարաբերություններ եւ փոխվստահություն մեր ազգերի միջև, որ մենք այլևս ոչ մի մտահոգություն կամ բան, ասենք, սպառնալիք չտեսնենք նման ծրագրերի իրականացման առումով։ Այս շատ կարևոր բան է, կարծում եմ օրենսդրական կարգավորումը, որ կլուծի ձեր ասած հարցը։ Իսկն մեր դիրքորոշումը հետևյալն է։ Ես այստեղ ուզում եմ մի բան ավելացնել։ Իրականում նախ մենք որ ասում ենք ներգաղթ, մենք ի նկատի ունենք տաղանդների ներգրավում, այսինքն դա ոչ թե ինչ-որ մասսայական բան է, դու պիտի աշխատես բերել այն մարդկանց, որոնք գալիս են իրենց կապիտալով կամ իրենց գաղափարներով, իրենց գիտելիքներով եւ այլն եւ նպաստում են տնտեսության զարգացմանը։ Այդ իսկ պատճառով ինձ թվում է այստեղ շատ բնական process կարող է լինել։ Նախ իմիջիալոց այսօր լրատվա հոսքում եղավ բան, որ նույն քաղաքականությունը հիմա Թուրքիան է հայտարարել։ Հա 0% հարկեր տաղանդներին, ուրեմն եթե գալիս են երկիր հաստատվում են, եթե նախկինում 3 տարի չեն ապրել երկրում, ռեզիդենտ չեն եղել, գալիս են հաստատվում են եւ դրսից էլ ինչ որ աշխատավարձ են ստանում 20 տարով 0% եկամտահարկի կարգավորում համացվում, նույնը կապիտալի վերաբերյալ։ Իրենք էլ կարիք ունեն այսօր իրենց տնտեսության, այսպես ասած, վիճակով պայմանավորված ներգրավել այդ մարդկանց։ Դրա համար ասենք էքսպանսիայի բաները ինձ թվում է մի քիչ կարող է չափազանցված դիտել, բայց այստեղ ես կարծում եմ, որ մեր ամենահզոր զենքը մեր ստեղծագործ ժողովուրդն է։ Ես վստահ եմ, որ եթե մեր ժողովրդի համար ապահովել ազատ մրցակցության պայմաններ, պատմությունը ցույց է տվել բազում անգամներ մեր ստեղծարար աշխատանքի շնորհիվ մեր մարդիկ շատ արագ եւ զարգանում են եւ լավ դիրքեր են գրավում, եթե նրանց հաջողվել է այլ երկրներում, ապա իրենց հայրենի երկրում հաստատ ավելի պակաս չի ստացվի։ Այնպես որ այստեղ իրոք մեր կարգավորումները առաջարկող շատ կարեւոր են։ Ներգաղթի համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծել, օրենսդրական, արտոնյալ պայմաններ, նաեւ տնտեսական առումով Բայց դնել այդ արգելանքները այն երկրների համար, որոնք դեռ չեն մտնում մեր երկրների Ես անգամ եթե հատուկ ճակերտավոր դիվերսիոն գործողություն չկա, դա բնականից չի լինելու այդպես։ Առարկեմ, մենք հիմա բան չունենք երաշխիք, որ ասենք Ադրբեջանը չունի ծրագիր կոպիտ ասած փոխելու ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, Իրանով անելու, ասենք Սյունիքը կամ այլ տարածքներ Հայաստանի։ Մենք պետք է երաշխիքը ունենանք։ Այս իմ ասածը վերաբերում է սրան, որ մենք պետք է ինչ որ փորձաշրջան կոպիտ ասած անցնենք մեր հարաբերությունների, այդ փորձաշրջանի ժամանակ մենք պետք է առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնենք, դիվանագիտական հարաբերությունները զարգացնենք,
ձևավորենք բանը մշակութային, գիտական, սպորտսմենների, այտենց խմբերի համագործակցություն բան, բարձրացնենք մեր ազգերի միջև եղած վստահությունը մի մակարդակի, երբ որ մենք վստահ կլինենք, որ բացառվում է տենց ինչ որ խորամանկ մի պլանի իրագործում Հայաստանում։ Այդ ժամանակ արդեն լրիվ կարելի է բացել սահմանները եւ Իմ ասածն այն ուղղակի եթե մենք այդ ներգաղթ եւ այլն եւ այդ ծրագրերը անում ենք այն չափանիշներով, չափորոշիչներով ինչ որ մենք ստեղ տեղադրեցինք, ասեցինք, դա չի լինի այն ծրագիրը, որ ասենք դեմոգրաֆիական վիճակ փոխելու համար նրանք պետք է 300,000 ադրբեջանցի բերեն ստեղ։ այո, Հա, դա մեր ծրագրերի մեջ չի կարող տեղավորվել, այն չափորոշիչների, որ մենք ենք ասում։ Ասեմ, դա բնական ընթացքով համաձայն եմ լրիվ չէ, կարող է եթե անգամ կարգավորվել։ մենք չգնանք, հա, այդ բաների հնարավոր է իրանք ուղղակի ասենք գան շատ ագրեսիվ հող առնեն, կապիտալի ներդրումներ անեն հենց այն տարածքներում, որոնք ուզում են իրանցով անեն իրենց ապագա ստրատեգիական ծրագրերի մեջ։ Այսա մենք պետք է բացառենք։ Մենք պետք է ունենանք որոշակի երաշխիքներ, որոշակի բարձիկներ, բանի անվտանգության, որոնք նման հնարավորություն թույլ չեն տալիս։ Մեր մտահոգությունները կարծում եմ դրիվ արդար են, որովհետև երբ որ պետք է հասկանանք դիմացինի հակառակորդի, այսպես հակառակորդի մտադրությունները, պետք է նախ եւ առաջ իրենց պետական քաղաքական ռետորիկան, չէ, ռետորաբանությունը լսենք։ Ինչը Հայաստանի ադրբեջանացման մասին է ամբողջապես։ Եվ դրան հակառակողմից հակազդեցություն մեր պետությունից կարծես թե չկա։ Համակարգային հայատյաց քարոզչություն։ Այսինքն օրինակի համար այդ մարմինը պետք է հետևի, այդ մոնիտորինգ անի։ Ինքը պետք է օրինակ գնահատի։ Տեսնի, որ ասենք Ադրբեջանը, այսինքն ինքը գա ինչ որ եզրակացա, որ Ադրբեջանը պետական մակարդակով դադարեցրել է համակարգային հայատյաց քարոզը։ Այսա արդեն հիմք է քաղաքականության փոփոխության համար։ Մանավանդ այս պայմաններում կարծում եմ մեր ծրագրային այդ կետը դիրքորոշումը կուսակցության ել ավելի արդիական եւ ել ավելի կարեւոր է դառնում, որ հայ-թուրքական սահմանի, հայ-ադրբեջանական սահմանների բացումը եւ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը պարզապես չի կարող տեղի ունենալ առանց պետության օրենսդրական հստակ պատրաստվածության։ Դա կարող է լինել տնտեսության որոշ հատվածների մեջ, տեղական արտադրության որոշ հատվածների, օրինակ գյուղատնտեսությունը միշտ ամենաշատը դա է քննարկվում, կարծում եմ, այս կոնտեքստում։ Ինչ անենք, որ մեր տեղական արտադրանքը մրցունակ լինի թուրքականի նկատմամբ, թուրքական սահմանի, հայ-թուրքական սահմանի բացումից հետո։ Հիմնականում այստեղ երկու հնարավոր գործիք կա, որ կարելի է կիրառել։ Առաջինը կիրառել մաքսատուրքեր Թուրքիայի նկատմամբ։ Պրոտեկցիոնիզմ։ Այո, սա պրոտեկցիոնիզմն է, որը պատմությունը ցույց է տալիս, որ փոքր ազգերի համար երբեմն պրոտեկցիոնիստական որոշակի գործիքակազմի կիրառումը էական նշանակություն ունի։ Եվ երկրորդը, որը նույնպես կարելի է համակցված կիրառել, տեղական արտադրանքի պետական սուբսիդավորման միջոցով։ Այդ միջոցով մենք կարողանանք մրցունակությունը պահել ոչ թե թուրքական ապրանքների արհեստական թանկացման միջոցով, որը վճարելու է մեր ժողովուրդը, ով ապագայում օգտվելու է դրանից, այդ ապրանքներից, այլ մրցունակությունը պահպանվելու է մեր տեղական արտադրանքի որակի էական բարելավման։ Կարծում եմ, այս երկուսը կարելի է համադրել, բայց պետք է ավելի հստակորեն ունենալ think tank-եր, մտքի կենտրոններ, պետական հստակ քաղաքականություն եւ հասկանալ, որն է պետք անել, բայց մեր չենք անում։ Զրույցի այս մի մասը ամփոփելու համար ես ուղղակի ասեմ, մենք այստեղ պետք է ցույց տանք, որ այո, մենք նույն այն խաղաղության կուսակցությունն ենք, այո, մենք գնում ենք եւ տանելու ենք մեր երկիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման ուղղությամբ, միևնույն ժամանակ մենք խոսում ենք, ինչով ենք տարբերվում Փաշինյանից։ Մենք չենք հանձնելու մեր երկիրը օտար կառավարման կամ կլանման պլաններին։ Մենք պահպանելու ենք մեր պատմամշակութային ինքնությունը, մենք դնելու ենք մեխանիզմներ, որոնք բարձրացնում են մեր դիմադրողականությունը եւ դարձնում են մեզ մրցունակ եւ ոչ խոցելի այս միջավայրում, այսինքն սա մենք կարճ անվանում ենք ինքնիշխան խաղաղություն։ Այս է մեր ծրագիրը։ Հիմա քանի որ այս թեմայի մասին շատ խոսացինք, մի այլ կարևոր թեմա է, որից սկսեցինք խոսակցությունը, դա հայոց ցեղասպանության այդ խնդրին
ոնց ենք անդրադառնալու, ինչպես ենք վարվելու այդ խնդրի հետ։ Այստեղ կարևոր մի հատ բան կա, հարցադրում կա։ Ի վերջո երևում է, որ Թուրքիան ուզում է մոռացության մատնի այդ հայոց ցեղասպանության հարցը եւ հասնի նրան, որ մենք մոռացության մատնենք հայոց ցեղասպանության հարցը ու այդ գործում Թուրքիայի ամենակարևոր աջակիցը դարձել է Ադրբեջանը։ Ավելին ասեմ, Ադրբեջանը այսօր շատ դեպքերում Թուրքիան լռում է, իր փոխարեն խոսում է Ադրբեջանը։ Մասնավորապես Թուրքիան բացարձակապես ոչ մի վրդովմունք չի հայտնում, երբ որ այրում են թուրքական դրոշը, ամբողջ աշխարհով աղմուկը բարձրացնում է Ադրբեջանը եւ ամենածանր բանը, որը հենց սպառնալիք է մեր ինքնիշխան խաղաղությանը, կոնցեպցիան Ադրբեջանը ասում է դուք պիտի պատժեք նրանց, ովքեր վառում են Թուրքիայի դրոշը։ Այսինքն սա արդեն անընդունելի միջամտություն է մեր գործերի մեջ։ Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր վառում են Թուրքիայի դրոշը։ Ես կյանքումս այդպես բան չի անի ինքս, ես համարում եմ դա անիմաստ բան։ Իդեպ երևի անդրադառնամ են փոճուր Դեղի սկանդալին, որը տեղի ունեցավ իմ ասածների Դրոշայրումը fake media-ն, հա։ որ բանի այդ ես ասել էի, որ 95 թվականին, երբ որ Տեր-Պետրոսյանը գտնվում էր Ստամբուլում, նրա դեմ ցույցեր արեցին ադրբեջանցիները եւ վառում էին հայկական դրոշը։ Այդ ժամանակ այդ միջավայրում Տեր-Պետրոսյանը կես կատակով ասեց, տեսնում եք, հզոր պետություն ենք դարձել, մեր դրոշը վառում են։ Իրականում դրոշ վառելը թուլության նշան եմ համարում, այդ դրա մասին էլ խոսեցի եւ ասացի, որ քանի որ դրոշ վառելը դա բանա, որ եթե քո դրոշը վառում են, դա քո հաղթանակի իրականում նշանն է, ես կգերադասեի, որ թուրքերը վառեին կամ ադրբեջանցիք վառեին մեր դրոշը եւ ոչ թե լիներ հակառակը։ Չգիտես ինչու բանա որոշ բթամիտներ Իրականում գիտենք թե ինչու կամ ոչ միայն բթամիտներ, այլ չարամիտներ սկսեցին տարածել ամբողջ մամուլով, թե իբր ես ասում եմ, որ բանա ես գերադասում եմ, որ վառեն հայկական դրոշը, այսինքն համարյաց է ստացվում է այնպես, որ բանա դաշնակներին մեղադրում, թե ինչ եք թուրքական դրոշը վառում, այլ ոչ թե հայկականը։ Սենց ախմախության են հասցնում, տարածում են եւ այդ հիմա ես համարեցի, որ արժի դրան անդրադառնալ, որ այս թեման փակենք։ Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանության թեմային, մենք պետք է հասկանանք, այս բանը մի կողմից մենք հասկանում ենք, որ ցեղասպանության թեմայի արծարծումը ինչ հետևանքներ կարող է բերի, ասենք եթե մենք դա դնում ենք մեր արտաքին քաղաքականության հիմքում, մյուս կողմից մենք հասկանում ենք, թե ցեղասպանության մասին հիշողությունը եւ հիշատակը մենք ուրանալու իրավունք չունենք։ Ոնց ենք լուծում այս հարցը։ Ես կուզենայի այս հարցին անդրադառնալ, չնայած դուք փակեցիք դրոշի այրելու վերաբերյալ, մեր հասարակությունը ինչ ձևի արձագանքեց ձեր ասացին, բայց մեր հասարակությունը երևի տեղյակ չի, որ ապրիլի 24-ին, այսինքն 111-րդ ամյակին, առաջին ալիքով մի վարքյան հեսա ֆիքսեմ, ով է ասում ու ինչ է ասում, ամենակարևորը սա է։ Ռոբերտ Թաթոյանը առաջի ալիքում էր։ Ասում եմ, ո՞վ է դա։ Ես ճիշտ ասած չեմ ճանաչում, Կներեք, կարծեմ նա ցեղասպանության թանգարանի գիտաշխատող է, եթե չեմ սխալվում։ Լավ։ Ասում եմ 1.5 միլիոն մարդը, որը կոտորվել է, կարող է նաև ոչ միայն կոտորածի հետևանքը լինել, այլ սովի եւ համաճարակի։ Ես ես ինչու եմ ասում։ Այստեղ շատ նրբություն կա։ Ուղի եմ կապում սա, հեսա բացատրեմ։ Ինքը բանը սովն ու համաճարակը կոտորածի գործիք չի համարում։ Հենց այդ է։ Թուրքիան երեք ձևով է շղթում, Թուրքիան եւ Ադրբեջանը իմիջիալից երկուսն էլ նույն ձև են շղթում հայոց ցեղասպանությունը։ Ինչ պատճառաբանություններ են բերում։ Առաջինը դուք մեզ դավաճանել եք, անցել եք Ռուսաստանի կողմը, բա մենք պիտի դավաճաներին տենց վերաբերվենք։ Երկրորդ կետը ուրիշ պետություն լիներ, դեպորտացիա չեր անի, տեղում կգնդակահարեր, այսինքն են մեկնաբանում։ Եվ երրորդը
Դե քաղաքացիական կռիվ էր մեր երկրում, չնայած առաջի համաշխարհային քաղաքացիական կռիվ էր եւ ոչ միայն հայերն են այդ ժամանակ կոտորվել են հունական պոնտերը, եզդիները եւ նաեւ թուրքերը։ Ու այստեղ հենց այդ քաղաքացիական կռվի վրա մեր այսօրվա իշխանությունը երրորդ կետի վրա է Թուրքիայի տանում։ Դե քաղաքացիական կռիվեր ամեն ինչ կարա լինի։ Սա абսուրդի ժանրի մի բան է, որ մենք 90-ականներին երբևիցե չենք բարձրաձայնել ցեղասպանության խնդիրը սարքել մեր քաղաքական առաջնային գիծը եւ վերցնել որպես դա դրոշակ ու տանել առաջ, դա մեր պետությունը մեր ողբերգական դեպքը նվաստացնում է։ Բայց հիմա ոչ միայն չեն հիշում, այլ հակառակը երրորդ կետի հետ շարժվում են Թուրքիա։ Այստեղ թույլ տուր մի հատ միջամտեմ բուջուր։ Այստեղ ամենակարևորը ինչն է, որ երբ որ ասում են դե քանի որ բան էին արել, դավաճանել էին, մենք պետք է բոլորին կոտորենք եւ այլն, դավաճանները այդպես են վարվում, կամ ասենք որ իրանք էլ են հարձակվել եւ այլն, հայերը բան։ Իրանք ամենակարևոր սկզբունքը չեն հասկանում։ Դա այն է, որ երբեք որևէ ազգ չի կարող կոլեկտիվ պատասխանատվություն կրի իր որևէ ներկայացուցիչի կամ որևէ խմբի արարքների համար։ Եթե անգամ ենթադրենք ինչ որ արարքներ եղել են, ֆիդայիներ են կռվել, չգիտեմ ինչ են արել եւ այլն, դրա պատճառով չի կարող մի ամբողջ ազգ պատժվի ու վերացվի։ Սա կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքն է, որը անընդունելի է, եւ հենց դա է դրված ցեղասպանության սահմանված հիմքում։ Եթե դու սկսում ես մարդկանց վերացնել ոչ թե իրենց արարքի համար, այլ ինչ որ խմբի կամ ինչ որ էթնիկ մի բանի տեսակի պատկանելության համար, դու անում ես ցեղասպանություն։ Իսկապես կարևոր հարց է, թե ինչը պիտի լինի Հայաստանի պետական քաղաքականությունը ցեղասպանության հարցի շուրջ։ Դու գիտեք, որ 90-ական թվականներից մենք շատ հստակ եւ շատ հետեւողական քաղաքականություն ենք տանում, որ չի կարելի ցեղասպանության խնդիրը կամ ցեղասպանության ճանաչման պահանջը դարձնել արտաքին քաղաքականության ոչ միայն հիմնակարը, այլ ընդհանրապես դնել մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Ինչու ենք այդպես վարվում? Որովհետև շատ լավ հասկանում ենք, որ այդ հարցը բարձրացնելու հետևանքը որն է լինելու։ Շատ բարձ հասկանում ենք եւ ի վերջո չմոռանանք, որ 98 թվականից հետո այդ հարցը բարձրացվեց եւ մտցվեց մեր արտաքին քաղաքականության օրակարգի մեջ։ Ինչ եղավ դրա հետևանքը? Շատ բարձ բան։ Եվ մենք դա կանխատեսում էինք, երբ որ չենք դնում։ Մենք գիտեինք, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը դա ամբողջ մարդկության խնդիրն է եւ դա ընդհանրապես Թուրքիայի պատասխանատվության հարցն է ամբողջ մարդկության առջև։ Եթե մենք դա բարձրացնում ենք որպես Հայաստան պետություն, մենք դարձնում ենք դա իրականում շատ ավելի մանր հարց, այսինքն երկու պետությունների միջև եղած ինչ-որ բանավեճի հարց։ Այսինքն դառնում է հայ-թուրքական մի հատ հակամարտություն այդ ցեղասպանության ճանաչման շուրջ։ Եվ եթե դու դարձնում ես դա նման կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտից սկսում են օգտվել։ Եվ առաջինը օգտվում է Թուրքիան։ Որովհետև Թուրքիան միանգամից արում է այն, ինչ որ իրանք արեցին 2005 թվականին Էրդողանի հենց կառավարությունը, ասաց շատ լավ, բարձրացնում եք այդ հարցը, մենք պատրաստ ենք դա քննարկել։ Դե եկեք ստեղծենք պատմաբանների հանձնաժողով, մենք էլ մեր բոլոր արխիվները կբացահայտենք, ոչ մի բան չենք թաքցնի, թող այդ պատմաբանները ուսումնասիրեն ու տեսնեն, եղել է ցեղասպանություն, թե չի եղել։ Միանգամից մեզ դրեցին ծանր վիճակի մեջ մեր դիվանագիտությանը։ Եվ այստեղ չմոռանանք, նաև ամբողջ աշխարհին դիմեցին, ասացին, դե մենք հիմա քննարկում ենք այդ հարցը, այդ ճանաչման process-ը մի քիչ տանդաղացրեք, մի հատ կանգնացրեք, կպարզենք երևա։ Եվ իմիջիայլոց հենց Օբաման իշխանության գալուց, որ խոստում էր տվել, որ պիտի ճանաչի, հենց դրա վրա հղում անելով հղում կատարելով հաշտեցման գործընթացի վրա, բայց այսինքն
ինչ եղավ։ Կամ մենք պետք է ասենք, որ ընդունում ենք այդ հանձնաժողովը, իսկ դա կնշանակի, որ մենք ինքներս ենք համաձայնում, որ ցեղասպանության իրողությունը կարող է կասկածի տակ համարվի, դրվի, կամ մենք պետք է մերժեինք դա, այդ դեպքում ամբողջ աշխարհով թուրքերը աղմկում էին, որ Հայաստանը շահագրգռված չի օբյեկտիվ հետաքննության մեջ, պատրաստ չի պատմական արխիվները ուսումնասիրել, այդ ամբողջը ուրեմն ցույց է տալիս, որ իրողությունը իրանք աղավաղում են, աղճատում են։ Մի բան էլ ավելացնեմ, չմոռանանք նաև դրա բարոյական կողմը, որովհետև դու երբ որ ցեղասպանության հարցը դարձնում ես քաղաքականության հարց, դու ըստ էության վերածում ես քաղաքական առևտրի մի քարտի։ Ուրիշ քաղաքականության մեջ ինչ է վերածում։ Օրինակի համար, sense դա անգամ դա բան է, ոնց ասեմ, վիրավորական է։ Վիրավորական մեր ժողովրդի համար, որ մեր ողբերգության փաստը պիտի լինի ինչ որ շահարկման առարկա։ Չէ, ասենք անգամ սկզբից կարող է թվալ, թե նպատակները տենց բան են, այսինքն ինչի համար, որ այ մենք բարձրացնենք այս հարցը, որ Թուրքիան սահմանները բացի, մեր նեղը գցենք իրանց։ Հենց եղավ առևտուր։ Հա, ու դառնում առևտուր, որտեղ ասում են, այսինքն լավ, մենք բարձրացնենք, բայց չենք խոսա դրա մասին, եթե դու սահմանները բացես։ Այդպես դառնում է մի հատ առևտուր, եւ դրա վերջը իրականում են ալնում, որ իսկապես ցեղասպանության հարցը դառնում է մանրադրամ այս քաղաքական առևտրի մեջ եւ ի վերջո ամենամեծ անարգանքն է դառնում հենց ցեղասպանության զոհերի հիշատակի։ Ի վերջո մեր դիվանագիտությունը, որը այդ հարցը որոշել էր դնել արտաքին քաղաքականության մեջ, ստիպված գնաց ստորագրելու հայ-թուրքական արձանագրությունները, որովհետև չէր կարող մերժել։ Հա, ինչ որ հնարքներ արեցին, ասեցին, չեմ, եկեք այդ հայ-թուրքական կառավարական հանձնաժողովը ոչ միայն անդրադառնա ցեղասպանության հարցերին, այլ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջ կոմպլեքսին։ Okay, դրան էլ թուրքերը համաձայնվեցին եւ ստացվեց, որ մի ամբողջ ցյուրիխյան պրոտոկոլ ստեղծեց, որտեղ մենք պետք է հայ-թուրքական կառավարական հանձնաժողով ստեղծենք եւ դրա բաժիններից մեկը լինելու էր պատմաբանների հանձնաժողովը։ Ինչ եղավ։ Եղավ այն, որ մենք մեր ձեռքով անհաջող կերպով դարձրեցինք ցեղասպանությունը դիվանագիտական առևտրի, քաղաքական առևտրի խնդիր ու դրա հետևանքով ըստ էության հարցականի նշան դրեցինք ցեղասպանության լինելության մեջ։ Էլ չասած, որ նաև կանգնացրեցինք, ինչպես ավետիս ճիշտ ես ասում, կանգնացրեցինք ճանաչման գործընթացը։ Այսինքն մենք շատ լավ հասկանում ենք 90-ական թվականներին դրա վտանգները, ավելին ձեզ ասեմ, մենք հասկանում ենք, որ մենք պետք է պատերազմում հաղթանակ տանենք։ Մեզ դրա համար պետք է, եթե ոչ բարեկամական Թուրքիա, առնվազն մեզ չխանգարող Թուրքիա, կամ մեր դեմ բլոկադա չանող Թուրքիա, կամ մեր հացի ճանապարհը չարգելափակող Թուրքիա, կամ գոնե չգրգռել Թուրքիային, հա, կամ գոնե աջակցության ծավալը Ադրբեջանին սահմանափակող Թուրքիա։ Եվ մենք կարողացանք դրան հասնել։ Կարծես թե կոնսենսուս կա քաղաքական դաշտում, որ 90-ականներին հաջողվել է հայաստանյան իշխանությունների Ներողություն ուղղակի այս թեման, որ բանջանի եւ լրիվ հակառակ պատկերներ 2020 թվականին, երբ որ օգոստոսի 10-ին, երբ որ արդեն պատերազմի հոտը օթում էր, Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյան, նախագահ, ազգային ժողով, բոլորը իրենց հերթին հայտարարություններով հանդես եկան Սևերի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ եւ ըստ էության հողային պահանջներ դրեցին Թուրքիայի առաջ, ասին, որ այս փաստաթուղթը դեռ իրավական ուժ ունի, մենք սա պիտի դեռ կիրառենք եւ այլն եւ պատասխանը ճուշացավ Թուրքիայից։ Չէ, դա Նիկոլի կատարյալ հիմարությունների բանից էր, բայց այս 92 դեպքերը ուղղակի որ չմնա օթում։ Բայց ես այստեղ մի բան եմ ուզում ասել, որովհետեւ սա նաեւ էս հարաբերությունների կարգավորման հարցին շատ ինձ թվում է անմիջականորեն առնչվում է, այն որ Փաշինյանը չի կարողանում նորմալ բանակցային process տանել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապված է նաեւ նրա գործողությունների հետ մինչեւ պատերազմում պարտություն կրելը։ Եթե նա, ասենք, մի քիչ իրեն
ուժեղ զգալով ճակերտավոր ասած, հենց դեմարշներ էր անում, մարտահրավերներ նետում Թուրքիային, Ադրբեջանին, չգիտեմ, խոստումներ էր տալիս, ինչ որ պայմանավորություններին հետո ժխտում էր, դժում էր, դա շատ բնական է, որ հիմա եւ Ալիևը եւ Էրդողանը անկախ նրանից թե արտաքին ինչ են ցույց տալիս, իրենք Փաշինյանի խոսքին ընդհանրապես վստահություն խոսքի հանդեպ ընդհանրապես վստահություն չունեն։ Եվ դրա համար իրենք ոչ մի կրեդիտ չեն տա Փաշինյանին։ Այս բանակցային process-ը միշտ լինելու է Խոսքը վստահության կրեդիտ։ Վստահության կրեդիտ, իհարկե։ Վստահության կրեդիտ չեն տալիս նրան։ 92 թվի դեպքերը ասենց օթում չմնա, կախված, որտեվ չբացեցի ինչի մասին էր խոսքը նրա մասին էր, որ մենք կատարյալ բլոկադայի մեջ էինք, անգամ Վրաստանը փակվեց եւ մենք չէինք կարողանում հաց բերել եւ Հայաստանը հայտնվել էր ուղղակի սովի սպառնալիքի տակ եւ այդ ժամանակ այո հենց Տեր-Պետրոսյանի դիվանագիտությունը փրկեց իրավիճակը, երբ որ ինքը թուրքերի հետ, եվրոպական միության հետ, ամերիկացիների հետ պայմանավորվեց, որ Թուրքիան պետք է մեզ հաց ուղարկի Թուրքիայի տարածքով, հացը եկավ, մտավ ու դա միակ հնարավորությունն էր։ Այն ժամանակ, երբ որ մենք գտնվում էինք Ադրբեջանի հետ ինտենսիվ պատերազմի պայմաններում։ Այսինքն մենք հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը քաղաքականության մեջ դնելու խնդիրը բազմակողմանիորեն էինք նայում եւ տեսնում էինք, որ այդ խնդիրը արծարծելը մեզ բերելու է փակուղի եւ տեսնում էինք, որ չարծարծելը տալիս է բավականին լուրջ հնարավորություններ գոնե Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի հասնելու համար։ Հիմա շատ բան փոխվել է, բայց այդ մի բանը չի փոխվել։ Այսինքն նորից, եթե մենք բարձրացնում ենք այդ հարցը, մենք բնականաբար նորից դարձնում ենք դա հայ-թուրքական, արդեն հայ-ադրբեջանական, նաև հարաբերությունների լարվածության մի հատ խնդիր, դա ոչ մի լավ բան մեզ չի տալու, հատկապես այն վիճակում, երբ որ մենք շատ ավելի թույլ ենք համեմատած 90-ական թվականների հետ, բայց մյուս կողմից գալիս է մի հատ հարց, եւ այդ հարցը բոլորը տալիս են, այդ դեպքում Նիկոլին ինչ է քննադատում, Նիկոլի Փաշինյան վարած քաղաքականությունը ինչով է տարբերվում ձեր քաղաքականությունից, ինքն էլ չի ուզում դնի ցեղասպանության ճանաչման հարցը որպես առաջնահերթություն։ Այդ բառն հնարել են առաջնահերթություն։ Մենք ընդհանրապես չենք դնում, իրանք հիմա ասած մեղմ են, էլի ասում, որպես առաջնահերթություն չենք դնում։ Եվ այս հարցը պետք է ունենա իր պատասխանը։ Պատասխանը հետևյալն է։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Փաշինյանը ոչ միայն անում է այն, ինչ որ բխում է մեր պետական շահից, այսինքն չի դնում այդ պահանջը մեր արտաքին քաղաքականության օրակարգում, ինքը նաև անում է այն, ինչ որ արդեն ուղղված է մեր ինքնության դեմ։ Այսինքն ինքը տարբեր նախաձեռնություններով փորձում է գնալ մոտավորապես այն ուղով, որով գնում էին բոլշևիկները 20-ական, 30-ական թվականներին, այսինքն որ պետք է հայերի հիշողությունից ջնջել ցեղասպանության մասին որևէ հիշողություն։ Եվ սա արվում է նոր ձևերով առայժմ, չգիտեմ, ասում է հլմատ եկեք հասկանանք այդ ցեղասպանության թեման ոնց ընդհանրապես սկսեց, երբ, ինչ պայմաններում սկսեցին արծարծել, այսինքն իբր դա կայսրական հայրենասիրության մոդել էր, այսինքն իբր սովետական միության իշխանություններն էին որոշել այդ թեման բանանել, մտցնել հայկական հանրության մեջ, որպեսզի հակաթուրքականությունը ապահովեն։ Էս է իր ասացի իմաստը։ Մինչդեռ տեղի ունեցել դրան լրիվ հակառակը, այսինքն սովետական միությունը փորձել է այդ հիշողությունը ոչնչացնել, իսկ 50-ական, 60-ական թվականներին այդ օտտեպելի ժամանակ, այսինքն երբ որ մի քիչ թեթևակի, եթե կարելի է օգտագործել այդ բառը, լիբերալիզացիա տեղի ունեցավ
բանում սովետական մթնոլորտում Խրուշչովյան այսպես կոչված օտեպելի ժամանակ թեմաները բացվեցին եւ նաեւ հայ հասարակությունը հնարավորություն ստացավ դրա մասին մի քիչ ավելի ազատ խոսելու եւ այդ ճնշված հիշողությունները նորից բացելու։ Էսա տեղի ունեցել։ Ինչ կապ ունի դա։ Կայսրական մոդելը հենց հակառակն է արել։ Կայսրական մոդելը փորձել է ցեղասպանության բանը այդ հիշողությունը ոչնչացնի, ջնջի։ Միայն ցեղասպանությունը չէ նաև։ Նա նաև խոսում է այն մասին, որ այսպես կոչված այդ կայսերական, ռուսական կայսերական շրջանակները նաև Ղարաբաղյան հարցում են այդ նույնը արել։ Սա ամենամեծ աբսուրդն է։ Ոնց սովետական միության դեմ էր այդ շարժումը, ոնց կարող ես դա կապել սովետական միության հետ։ Մյուս քայլը ցեղասպանության թանգարանի տնօրենին հանելը, էլի ուղղությամբ հատանում, այսինքն մենք մոռանանք, չխոսենք, բան չանենք, այդ Անդրանիկ Քոչարյանյան հայտնի արտահայտությունը, որ եկեք հենց մատ հաշվենք այդ ցուցակներով է տեսել։ Նա ցուցակը տեսնենք, էլի հետում են սպանել, տենց բան կա, չկա եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը բան է։ Զգում ես, որ սա մոռացության մատնելու ուրացման քաղաքականություն է, որը չի կարող թելադրված լինի Հայաստանում, Հայաստանի ղեկավարի կողմից։ Սա կարող է թելադրված լինի միայն դրսից։ Էրդողանի, Ալիևի կողմից։ Այս վերջերս դրա վերաբերյալ արձագանքեցի, չէ, որ եկեղեցու պատերազմը սկսեց այն ժամանակ Արշավը, երբ որ Թուրքիայից վերադարձավ։ Ու հենց առաջին ինքը ասեց, մի հատ դե պիտի նայենք ցեղասպանությունը, ինչ հանգամանքներում է, ոնց է, արդյոք եղել է կամ չի եղել։ Ու դե եկեղեցին բնականաբար առաջի ուժն է, առաջի կրոնական կառույցը, որ պիտի արձագանքի, ասի, ես ինչ ես ասում, ոնց չի եղել կամ պիտի։ Ու սկսեց Արշավը։ Հետևաբար ի՞նչ է նշանակում, որ Թուրքիայից հրահանգավորում է գալի։ Հիմա մեզ կփորձեն բացատրել, որ դե գիտեք ինչ, եթե ուղիղ տեքստով չասեն, գոնե տակից իր ռոպագանդիստները բան, դե գիտեք ինչ, խաղաղությունը պարտադրում է, որ մենք գնանք նման քայլերի։ Ես ուրեմն համարում եմ սա բացարձակ մի հատ ստախոսություն իրականում, որովհետև կներեք, եթե դու խաղաղություն ձեռք բերելու համար պետք է ջնջես քո հիշողությունը, քո եկեղեցին, քո պատմամշակութային ինքնությունը, այդ դեպքում պարզ չի։ Իսկ միգուցե խաղաղության հասնելու համար նաև պետք է սկսենք թուրքերեն խոսել։ Իսկ միգուցե խաղաղության հասնելու համար նաև պետք է կրոնափոխ լինենք։ Այսինքն որտեղ է այդ ավարտվում, էլի այդ սահմանը որտեղ է։ Կարմիկիցը որտեղ է դրվում այդ սահմանը։ Էլի գալիս ենք մեր կոնցեպցիային։ Խաղաղությունը պետք է լինի ինքնիշխան խաղաղություն։ Մենք կարող ենք գնալ ինչ որ զիջումների, մենք կարող ենք ինչ որ շահեր, որոնք կարելի է գոնե լեգիտիմ համարել, բավարարել, բայց ոչ մեր ինքնության գնով։ Այսինքն հենց որ դու գնում ես կոմպրոմիսի կամ զիջման քո ինքնության հարցում եւ քո ինքնիշխանության հարցում, այսինքն ինչպես պետք է կառավարվի Հայաստանը, ով պետք է ընտրվի Հայաստանում նախագահ կամ վարչապետ, ինչպիսի տեքստ ունենա մեր սահմանադրությունը, անկախության հռչակագիրը պետք է լինի, չպետք է լինի։ Եթե այս բոլոր հարցերի հիմա էլ բան, ասում են բանա, դուք պետք է պատժեք, ասեն այնտեղից արդեն մեզ թելադրում են, ասում են ադրբեջանցիք, ասում են պետք է պատժեք նրանք, ով թուրքական դրոշն են վառել։ Եկներեք կարող է միանգամից բերեք ձեր դատարաններն էլ ստեղ հիմնեք, ձեր քննչական մարմիններն էլ ստեղ Իրանք զբաղվեն այդ հարցով։ ու մի օր պարզվի, որ խաղաղությունը դա ուղղակի Ադրբեջանի ուղիղ կառավարումն է։ Այս է այն սահմանը, որ մենք մեզ համար կարմիր գիծ է եւ մենք կտրականապես մերժում ենք այս Նիկոլ Փաշինյանի մեր ինքնության ուրացման քաղաքականությունը եւ եթե մենք այս սահմանը չպահենք, իմացեք Հայաստան գոյություն չի ունենալու։ Հետևաբար ուրեմն գնում ենք այս ընտրարշավում մեր ինքնության, մեր պատմամշակութային արժեքների պաշտպանության, մեր հայ առաքելական եկեղեցու պաշտպանության կարգախոսներով, անկախության հռչակագրի պաշտպանության կարգախոսներով, մեր ինքնուրույն կառավարման պաշտպանության
պաշտպանության կարգախոսներով եւ ծրագրերով եւ մենք պետք է հաղթենք